Մի անգամ եւս բոլորին ողջույն։ Քանի որ այսօր մենք մի քանի անգամ խոսացել են, որ ընթացքում այդ վիդեոները անջատվել է։ Ու քանի որ էջիս վրա 16 հատ ագրանիչենի կա, ու ի զարմանաս ինձ էջս աշխատում է։ Առայժմ աշխատում է։ Որտեւ ես հələ չեմ տեսել այդպես օգտատեր, որ երևի կան էլի 16 հատ ագրանիչենի լինի էջի վրա ու մարդու էջը աշխատի։ Մի քանի հարց եմ ուզում տամ ու երևի կամ փոփեմ են ինչ խոսացել եմ սերեկը կարճի մեջ։ Մի քանի հարց եմ ուզում տամ ներկայիս մեր Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավար կազմին, ովքեր ըստ Նիկոլ Փաշինյանի կերտում են նորագույն Հայաստանի պատմությունը։ Կաշխատեմ խոսամ առանց հայհոյանք, առանց քֆուր։ Հարց համար առաջին, որը տրվում է Հայաստանի ցանկացած քաղաքացու։ Կապ չունի ինքը արտերկրում ապրում, թե Հայաստանի տարածքում։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի հայեր, ձեզնից որևէ մեկը տեսել է, որ Հայաստանի վարչապետ կոչվածը, ով սաղմոսներ է ցիտում իր էջում, այսօր որպես Հայաստանի 3-րդ հանրապետության վարչապետ ներկայիս, ինչ որ մի հատ կարճ անոնսի տեսքով ելույթ ունենա եւ ասի, որ հարգելի հայ ժողովուրդ, հարգելի հայ ազգ, այսօր մենք տոնում ենք հայոց եռագույն դրոշի տոնը։ Տեսել եք որևէ մեկը։ Ես չեմ տեսել։ Ես միգուցե չեմ տեսել այն պատճառով, որ ես Նիկոլ ախտով չեմ տառապում։ Չեմ վազում Նիկոլի էջ, տենամ Նիկոլն ինչա գրե։ Սաղմոստ ըստ Դանիել Հիոնիսյանի, օրինակ, ոնց որ ինքն է գրում, սաղմոսներ է ցիտում։ Սաղմոս ըստ Դանիել Հիոնիսյանի, ոնց որ Անդոն Քոչարյանն է ասում։ Մի դոմփիր քո մորը, խոսքի Դանիել Հիոնիսյանի սաղմոսը։ Կամ սաղմոս ըստ Դթում Արայիկի։ Կրթեք, որ կրթվենք, որ չմեծանանք դթում։ Այտենց էլի այդ կոնտեքստի մեջ։ Համի այդքանով հանդերձ ամենայն լրջությամբ հարց։ Մեզ այտենց երկրի, մեզ այտենց ղեկավար вообще պետք է։ Ղեկավար մարդ, ով կարողանում է ունենալով 1 միլիոն պատպիսչիկ, 1 միլիոն, որի կեսը Արազի ափիցեն կող ապրողներն են, են որ իր անունով են երթվում։ Ասում են Փաշյան ջան, մեռիմ քո արևուն, էտո քուվոտեր լևամ ջուրն խմեմ։ Մեռիմ քե, դու հանգարց վլաստից չտաս, քանի որ 30 քանի տարվա պատմության մեջ մեր երկրի ղեկավարներ, էտո Ալիևներ, էտո Հասան Ճալալներ, չգիտեմ, էտա տերոականցիներ, այդքան բան չեն երել մեր երկրի, այսքան դու արիր 18 թվականից սկսած։ Մարդ, ով ունի 1 միլիոն պատպիսչիկ, սաղմոսներա ցիտում, խոսում եմ առանց քֆուր, բայց խոսում եմ իրականությունը։ Մարդ, ով իր Facebook-յան էջում գրում է սրբազան գնա քերուտ կգան դոմփի, դա կոչվում է երկրի գլխավոր հրամանատար ըստ Էդվարդ Ասարյանի հադրութեցի։ Ջենջ, դրա մասին ցերեկն եմ խոսած, չեմ ուզում անդրադառնամ։ Բայց մենք պարլամենտական երկիր ենք, չէ՞։ Չեք տեսել, չէ՞ գրառում ինչ որ մի հատ ողջունի խոսք, որ հարգելի հայ ժողովուրդ։ Ես էլ ասեմ լավ, այ մարդ, այս մարդը գոնե 1.5%-ով հայի գենետիկա կա մեջը։ Էլ չի բեյը, որ այն կուլմինացիոն պահին թույցել է ջերմուկտեղ, սրա կիսահոգեկան մոր արգանդափողի մեջ։ Այդ ընթացքում ինքը շնչեր է հայկական թթվածնով հարուստ օդ են ու հայի գենետիկան 1.5%-ով մտել այդ մեր Փաշյանի մեջ։ Չկա, չէ՞ գրառում։ Բա խիչ չկա։ Հա՞։ Հարց, խիչ չկա։ Չէ՞ որ այդ նույն հայկական եռագույնը
փաթաթեցին հոր ու տղու վրա Արցախում, երբ ադրբեջանցին իրականացնում էր հայի գենոցիդ եւ դիմահար կրակոցով սպանեցին։ Նույն եռագույնի ներքո Բուդապեշտում հայկական զորախումբը գնացել էր խաղաղ զորավարժությունների, որտեղ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Գուրգեն Մարգարյանին։ Չէ, մեր զորախումբը հայկական կողմից ուղարկված հանդես էր գալի հայկական եռագույնի ներքո։ Բայց հայկական եռագույնի տունն է այսօր Նիկոլ Փաշինյանը տունը չի։ Հրաշ ջանը ոնց է ասում, ինքը չէր կարում, ինքը տղամարդ չէր։ Քանի որ տվյալ անհատականության դիմաց դրված է ծրագիր, ամեն կերպ աջակցել պանթուրքիզմին, ստանալով իր պայոկ, չգիտեմ, շանկերը, ինքն էր չի ասում, ես չալոն եմ։ Եթե ասում էր դուք գելերն եք, մենք գլխեղտներն ենք, բայց նույն գլխեղտ Նիկոլ Փաշինյանը, են որ ասում է, ենթակաների առաջ առլուց լեյով անպայման, ղեկավարների մոտ էտատուզիկ, ալի ասում է կոֆե բերեմ խմես, ալի էթան բերեմ կոֆե, քանի չակարգցեմ, էտա մեր պարոկ Փաշյանն էլի, էտա մեր պապ թագավոր, որ էլ է թրե եկեղեցու գլխին, ու ի ցավս ինձ ասեմ, որ ես ոչ մեկի դժբախտության վրա թեկուզ իմ թշնամու չեմ ուրախանում։ Հայ ժողովրդի մեջ կա մի հատված, ով կերավ այդ խայծը, այդ կուտը կերավ, մտածելով, որ Փաշինյանը ճիշտ քայլ է անում։ Մենք պետք է մերժենք Գարեգին Երկրորդ կաթողիկոսին։ Ես դրա մասին շատ խոսացել եմ այս վերջերս։ Անձնապես ես կարող եմ չհամակրեմ Գարեգին Բեին, Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, բայց այս պահի դրությամբ Գարեգին Երկրորդը ներկայացնում է իմ եկեղեցին, այսինքն իմ առաքելական եկեղեցու հավաքական կերպարի առաջնորդն է ինքը։ Ես որպես հայ իրավունք չունեմ բարոյապես եւ ոչ մի իրավունք չունեմ մարդկային առումով դուրս գամ իմ եկեղեցու դեմ։ Երկրի գլխավոր դեմքը, ով այսօր մոռացել է, որ հայկական դրոշի օրն է, մեր եկեղեցիներն անվանած Չուլան։ Ես մոլի հավատացյալ չեմ, ես ցինիկ չեմ, որ ասեմ, առավոտից իրիկուն ես եկեղեցի եմ այցելում, իմ աղոթն եմ հղում առ Աստված։ Ես ունեմ իմ հավատը, ինչ որ չափով իմ մեջ կա։ Ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում մեկ։ Այն բանից հետո, երբ որ պետական մակարդակով հայ առաքելական Սուրբ եկեղեցին անվանեցին Չուլան։ Փոթորիկ, տորնադո, կրիշներ պոկել։ Հիմա շատ է այդ կասետ կմտածեն մանավանդ ուղեղով տառապյալները։ Ատա խեքյատակ պատմիս, ես ինչա խոսաս, մեր տներ ավիրուկ, դու հետա կսես Փաշյանն է մեղավոր, ոչ։ Փաշյանը չի մեղավոր։ Մենք ենք մեղավոր, մենք։ Սրա մասին ես ցերեկն եմ խոսացել, մենք բոլորս ենք մեղավոր։ Քանի որ մենք ազգովի եկե համակերպվել ենք այն մտքի հետ, որ սպասում ենք ինչ որ մի հարված ստանանք, նոր հակադարձենք։ Խի։ Ինչի։ Ես օրինակ այսօր եմ մտածել, ինչի ես պետք է նստեմ սպասեմ, որ Փաշինյանը կամ մեկ այլ, ասենք, ուխտ, մարդու վրա թքող ուխտ, պետք է հելնի մի հատ գրառումանի, նոր ես հակադարձեմ։ Որպես ինչ։ Դրա մասին խոսել եմ ցերեկը, որը կապը ընդհատվեց։ Չգիտեմ ով լսեց, ով չլսեց։ Մեր հայերի այս մի հատ sense ասեմ, քանի Wi-Fi-ին կպած եմ, էլի։ Հետո հարևանի Wi-Fi-ին եմ կպե։ Ես փող չունեմ, հետո մեր Wi-Fi քաշեմ։ Հատ կատուն եմ, կողոս պարկած է։ Այս իմ հավատարիմ կատուն։ Չէ՞ փիսո։ Կապիկ, Հելենայա, Հելենայովա, Հելենայ։ Ինչի մասին էի ասում ցերեկը։ Մեր հայերի մեջ շատերի էջերում տեսա, իմ Facebook-յան ընկերների էջում էլ։ Դրա մասին խոսալով, քայլելով խոսացի։ Տեղադրում եք Իսրայելի շենքերը, հա,
փլուզված, քանդված, փլատակներով։ Ու պոստեր է գրում, որ մեր տղեկի վրեժը այտենց ձեր քթերից պետք է դուրս գա։ Ուզում եմ հարցամ, դուք իրոք հոգեպես մտածում եք, հա, ինքներդ ձեր մեջ համոզմունք ունեք, որ մեր զոհված բոլոր տղերքը Իսրայելի կործանում էին ցանկանում։ Ախր ես ասում եմ, չէ՞, մեր ազգը ոնց որ ձկան հիշողություն ունենա։ Մենք բոլորս ազգովի մոռանում ենք, որ Իսրայելին մեղադրելուց առաջ, որ Իսրայելը ծախել է ինչ-որ աթեստներ հարևան երկրին, հետա Արաքսի ափից այն կողմ, ում պատմամշակութային ժառանգության նկարը են, հետա ոչխարի արձանն, գցել եմ իմեջում նորը։ Իսրայելը առաջնահերթ եկել է Հայաստանի Հանրապետություն, իսրայելական ներկայացուցչությունը, ասել է հարգելիներս, հարգարժան Հայաստանի Հանրապետության ղեկավարներ։ Մենք ձեզ առաջարկում ենք աթեստներ իսրայելական արտադրության։ Դրա մասին խոսացել է դոգը Վարդան Ղուկասյանը ժամանակին, այդ ինֆորմացիան բացահայտել է։ Մենք ձեզ առաջարկում ենք բավական մատչելի գնով, ավելին, մենք առաջարկում ենք Հայաստանում մեր փողերով հիմնենք այդ աթեստի գործարանը, եկեք համագործակցենք։ Հայաստանի ղեկավարությունն ինչ ասել։ Մեզի դա պետք չի, գնա, ստից գնա, չեմ ուզեմ, ոնց էր ասում Դավիթ Տոնոյանն, մենք աթեստին խփենք գրանատամյոտով։ Համի ուր է Դավիթ Տոնոյան, չկա, չէ, ոչ մեկ չի հիշում Դավիթ Տոնոյանի գոյության մասին։ Նստավ մի փոքր ժամանակ, հելավ ասեց նոր պատերազմ, նոր տարածքներ, չկա Դավիթ Տոնոյան, գնաց, ես իմ ուրա։ Չկա, գոյություն չունի պաշտպանության նախարար, ում օրոք մենք ազգովի կորցրել ենք 12500 քառակուսի կիլոմետր տարածք, ում օրոք մենք տվել ենք 7-ից 8000 զոհ, ում օրոք եւ ում շնորհիվ մինչև այսօր մենք որպես ազգ ունենք անհետ կորածներ։ Չկա, Դավիթ Տոնոյան չկա, կամբխվե։ Մե իկոնայի պես մետեղ չկվե մնացել, չկա, ոչ մեկ չի խոսում, ոչ մի լրատվամիջոց չի խոսում Դավիթ Տոնոյանի մասին։ Ուր է այդ մարդը։ Այդ մարդն ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ուր է այդ անհատականությունը։ Դրա պատիժը ինչ էր։ Ինչ էր դրա պատիժը։ Խի Ես չեմ զարմանում, եթե ասենք այդքան զոհված տղեն մեր համար արժեք չունեին։ Ես խիպրի զարմանամ, որ այսօր հայոց եռագույնի տոննա ու ոչ մի պետական չինովնիկ կոչված, սրանք չինովնիկ չեն, սրանք կոնկրետ չուխան են։ Չի խոսում հայոց դրոշի տոնի մասին։ Բայց Սաղմոսն էլ է գրում։ Սաղմոսը Անդոն Քոչարյանի խոսքի Թալանեք Գյումրին երկրաշարժի ժամանակ, դա Սաղմոս Անդոն Քոչարյանի վրայով։ Սաղմոս Ռոմանոս Պուպուլիկի մասին, խոսքի օրինակ։ Կանգնեք եւ նստեք, որ չհոգնեք, տարիքի հետ կապված։ Զառամյալ Պլորը։ Պուպուլ։ Պլոր, դա Ռոմանոս Պետրոսյան։ Եթե մի նախարարի կլիշկեն լինի Պուպուլիկ, ես չգիտեմ, խնդամ, լացելնեմ։ Դրա բարոյական կողմը ո՞րն է։ Մենք այդ երկին ենք, որ մեր եսի միշտ տարածքային կառավարման նախարարի կլիշկեն լինի Պուպուլիկ։ Այս է ամենամեծ աբսուրդը։ Ինչ է նշանակում Պուպուլիկ։ Հետո մենք այն երկին ենք, որ մեր առողջապահության ոլորտը համակարգող, ղեկավարող անհատականությունը կրթությամբ լինի ոստիկան, բայց արտաքին տեսքով նման լինի եսիմում, որ քիթը չլինի աշխերը իրար մեր կդոմփեն, հա։ Հետո Ավանեսյան Անահիտն, թե՞չ։ Չեմ ուզում այդ շատ այդ թեմայի մեջ խորանամ։ Ուզում ասեմ, մեծն Պաբլիտո Փաշյանի նշանակած կադրերը, դրանք էկզեմպլյարներ են, որոնք պիտի պահվեն հին հռոմեական պատմամշակութային թանգարաններում։ Ուրիշտեղ դրանք չես կարող գտնես։ Ոնց կարաս ընդ գտնես այդպես կադրեր, ոնց կարաս գտնես, էլի ես, չգիտեմ, 1.5 միլիոն 2 միլիոն հայ ապրում փաստացի Հայաստանում, մի հատ շաշին գտնես, բերես ասես դու ղեկավարի առողջապահության ոլորտը։ Ես վերջերս էլ հրապարակում արի, ասում եմ, ես արյուն հանձնեցի։ Թե քո հանձնած արյունը ում է պետք աղջիկ ջան։
քո գենետիկ շաշ տեսողությամբ հանձնածարունը, այդ որ մի հիվանդը պետք է ասի դաբրո սլսկեկի մեջ, արյան ներարկում։ Ով իրա նորմալ տեսողությունը քո պատճառով պետք է խոսքի կորցնի, ոչ մեկ։ Քո արունը մաքսիմում կանան սլսկեն, չգիտեմ, ընդ ասենք անաստապահական նկատառումներով, ինչ-որ տավար մավարի էլի, դաբաղի դեմ, ատենց։ Աբսուրդի ժանրը էտա։ Խոսելով իսրայելական այդ շենքից, թեմայից շեղվեցի, այդ նկարների բանի վրա, մենք մոռացանք, որ Իսրայելը մեզ էր առաջարկե, աթեզ մեզ ասել, մենք մեր ղեկավարությունով սու 30 SM ինքնաթիռ էր առե, էտա Փաշյան Նիկոլեն, ասել էր գնա, պետք չի մեզ։ Հակառակողն ասել էր արի եղբայր, արի առնում եմ ես քեզնից, մի անգամ էլ ավել գինը ավել եմ տալի։ Բայց մենք հասել ենք այն աբսուրդի ժանրին, բոլորս միասին, ես էլ ձեր հետ միասին, ես երբեք ինձ չեմ առանձնացնում ոչ մեկից, որ Իսրայելի շենքերի փլուզմամբ ենք ուրախանում, դա վերագրելով մեր տղեկի վրեժին։ Այսինքն մեծ հասարակ օրինակ բերեմ, եթե աֆրիկական ջուջուց հեղերը զենք ու զինամթերք ծախած լնեին հակառակ կողմին, ով բայրակթարներով սպանում էր մեր տղեկին։ Մենք ազգովի պետք է լալու կյարի պես այնքան տկարենք նստեինք, հա, սպասենք Մոզամբիկում մի հատ երկրաշարժեր կամ տորնադո, ու մեր Facebook-յան էջում այդ նկարները դնենք Մոզամբիկի ժողովուրդ, մեր տղեկի վրեժը, էտա ձեր լոգիկան, հա։ Խի մեր ազգի մենտալիտետն է, դա։ Ես գիտեմ, ասում եմ, ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որտեվ ես պարֆյումեր Բոզի տղեն քվուր չի, այս պարֆյումերը, Նիկոլ Փաշինյանը, մեզ բոլորիս բերե հավասարցել է իր այդ ստանդարտներին, մենք արդեն իր հետ, այդ կրանթը ոնց ջուրը բացում այդ ջրի հունով էթմենք, մենք սպասում ենք ինքը մի հատ էշշ բան խոսա, մենք հելնենք հակադարձենք, բայց առանց հասկանալու, որ մենք այդ ազգը չենք, մենք այդ ժողովուրդը չենք, որդ է գրած, որ մենք այդ ժողովուրդն ենք, որդ է գրած, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող կամ արտերկրում ապրող հայը պիտի, չգիտեմ էլի, գլուխը կախ, խոնարհու հեզ, սպասի, որ Հայաստանում ոման պոռնիկի զավակներ հելնեն հարցակում գործեն եկեղեցու վրա, հետո հայազգը ասի չէ, չի կարելի արա, էկարստե գլուխդ գջարդեմ, կամ ասենք պուպուլիկս կմցնեմ աշկդ, Ատենց բան արտաբերողին արդեն այս տեղում պետք է սերը փոխվի։ Ու դա ոչ թե ընդունված, այլ դա թույլատրվում է քրիստոնեությամբ։ Աստվածաշնչի մեջ չէ գրած, ով սրով ին վրա կգա, այդ սրից էլ կընկնի։ Այսինքն, եթե մենք առաջի քրիստոնյա ազնենք, մեզ որ մի երգիրը իրավունք ունի ասի լսի, որ կգան կաթողիկոսի կամ վեհարանի վրա հարցակման, դու քրիստոնյա ես, դու իրավունք չունես, ով ասեմ չունեմ, ես այնքան իրավունք ունեմ, ինչքան Նիկոլն ու իր թայֆեն չունեն, ու ամեն մեկը պիտի տենց մտածի, այս ամենը արդյունքն է նրա, որ սենց փափուկ բարձ տնելով, սաղից գլխի տակ, ժողովրդի պայքարի ջիղը կոտրում էին փողոցներով քայլեցնելով, թե տես չի։ Չեմ ուզում խոսամ ընդհանրապես այդ թեմայից, չեմ ուզում ախպեր խոսամ, չեմ ուզում, որտև вы друг друга стоите, 100% տենց է, բայց կարճ էլի սենց մի հատ անդրադարձ, համաձայն չեք, պատիվ ունեմ դաշինքի առաջարկած թեկնածուի հետ, Դավիթ, Մասիսի քաղաքապետ Դավիթի թեկնածուի հետ, մեծարգո Հայաստան դաշինք, դուք առաջարկեք ձեր թեկնածուն, իմպիչմենտի գործով, հասարակ օրինակ, ասեք, մենք միանում ենք իմպիչմենտին, բայց թեկնածուն ես մարդը պիտի լինի, խոսքի Լևոն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան, Ագնես Խամոյան, Արծծվիկ Մինասյան, չգիտեմ, ելով կանդե,
Գառնիկ Դանելյան, վարչապետի թեկնածու, ժամանակավոր։ Այդ պարագայում, եթե պատիվ ունեմը չմիացավ ձեզ, ես ձեզ խոսք եմ տալի, թուր ու թվան կվեկալեմ, ընկնեն պատիվ ունեմի ջանին։ Ես ձեզ խոսք եմ տալի։ Որ ասեմ, պատիվ ունեմ իդ պատգամավորներ, Հայկ Մամիջանյան, մյուս։ Դուք ասում էիք, հա, որ ուզում եք Նիկոլ վռնդեք։ Ճիշտ է, ձեր գերխնդիրն է էդի։ Հիմա Հայաստան դաշինքը, որպես օրինակ, բերել է թեկնածու, ասում եկեք այս թեկնածուին սատարեք, դուք չեք գալի։ Դուք չեք գալի, տարբերակ եմ ասում։ Ու ես չեմ թողի, հավատացեք, որ պահին տեսա, որ պատիվ ունեմը զադնիա դնեմ, ձեր առաջ բերած թեկնածուին սատարելու համար։ Ես ես խոսք եմ տալի։ Ամենաառաջի վատ խոսք ասողը ես եմ ելնելու։ Բայց դες բան չի կարալնի, չէ՞։ Գիտեք ինչ չի կարալնի, բերեմ հասարակ օրինակ, հասարակ, որ ամեն ցանկացած շարքային հայ հասկնա։ Երբ որ Հայաստան դաշինքը, չգիտեմ ընդ Բագրատ Սրբազանը, Գառը Գիրգը, Տաուշից գալիս էր Երևան, հա, ցանկացած շարժում, որը կազմակերպվել է ընդդիմության կողմից, հա, հավաքվում ենք, ասենք Ռոբերտ Քոչարյանի կոչով, այսինչ մարդու կոչով, ես անձամբ չեմ ճանաչում մի հատ Սերժ Սարգսյանական, որ այդ շարժմանը մասնակից չի եղել։ Ուղղակի զուտ եկել է կայնելը պայքարի համար։ Ու իր համար էական չի եղել։ Ու իր համար, ասում եմ, էական չի եղել։ Շարժումը ով է սկսե։ Ինքը եկել է կայնելա ձեր կողը։ Թե չի։ Ատենց է։ Բա հիմա այս ինչ իմ ու քո եկանամ։ Բագրատ Սրբազանի շարժումը հիշում եք, շատ մարդ է հիշում։ Գիրանցից քայլելով, ժողովրդին համախմբելով, կոչերով եկավ հասավ Երևան։ Աբրինքը մի պահ լսեցի, որ ասեց մենք խորհրդակցեցինք, միգուցե սխալ եմ հիշում, բայց ես հիշողության կորուստ չունեմ, քանի որ շոկոլադ կոնֆետի պակաս չեմ ունեցել փոքր վաղ։ Մենք խորհրդակցեցինք մեր ընդդիմադիր պատգամավորների հետ, դա Բագրատ Սրբազանի խոսքերն եմ ցիտում։ Եվ որոշեցինք, որ պիտի գնանք իմպիչմենտի ճանապարհով։ Չեն թողում խոսամ, անջատվում է։ Մենք փողոցային պայքարով, դուք պարլամենտում իմպիչմենտ անելով։ Հիշում եք այդ խոսքերը, ես տենց եմ հիշում, կարող սխալ եմ հիշում։ Իմպիչմենտ եղավ այդ վաղ, չէ։ Հիմի ուզում եմ հարստամում ՀՅԴ գերագույն խորհրդի անդամ Սաղաթելյան իշխանին։ Ով այդ վաղ բեմի վրա մի մոմենտ երևաց իմ աչքին։ Իշխան Սաղաթելյան, ժողովուրդը հավաքվել էր հրապարակով մեկ, ճիշտ է։ Չես կարող այդքան աշխատես, ճիշտ է։ 18 թվից էսկոմ այդքան ժողովուրդ երբևիցե չէր հավաքվել հրապարակում։ Երբ այդ ժողովրդի հավաքված ժամանակ նույն Էդգար Ղազարյանը, ով այսօր կողմ է արտահայտվում, ասում է եկեք իմպիչմենտով զբաղվենք, անվստահություն հայտնենք, մոտեցել է քեզ։ Ու ասել է արի իմպիչմենտ սկսենք։ Խես ասե չէ։ Հա։ Իշխան Սաղաթելյան, ունակ տարօրինակ զուգադիպություն է։ Հենց ես փորձում եմ ինչ որ չափով քննադատաբար մոտենամ, հա, առողջ քննադատության մոտենամ Հայաստան դաշինքին, իմ եթերները անջատվում է, իմեջը բլոկվում է։ Էդի ֆիքսված փաստ է։ Նիկոլին ոնց կպնում եմ, իմեջը այդքան չի բլոկում։ Չնայած էջից վրա դաստեկով կալոդներով նիկոլական կա նստած։ Բարով նստեք։ Ասել մեր հարևան Մարտիրոսը ամեն տարի մի հատ ղազուխ է մտնում որս, այս տարվանը փշոտ էր։ Իմեջի վրա ղազուխներ կա շարած, զգուշել եք։ Էդի ծերեմ արելի։ Հարց, երբ որ Էդգար Ղազարյանը մոտեցել է քեզ Իշխան Սաղաթելյան, ասել է ժողովուրդը հավաքվել է պայքարի համար։ Եկեք նախաձեռնենք իմպիչմենտ, խես ասե չէ։ Հա։ Կասես մի հատ հայ ժողովրդին կբացատրես։ Օսուլիստներ ես անում էտա, մետրուկես բոյով էտա, ելույթներ։ Հա։ Խես ասե չէ։
Հիշում եմ, երբ որ մի պահ դրանից առաջ ժողովուրդը հավաքվել էր պարլամենտի առաջ դարվազան էր ուզում ջարդեր մտներ։ Սերյան Օհանյան, ով երընդ է գլխավոր դերում, գիշերս մի հատ։ Դու չեմ ուզում վիրավորեմ քեզ։ Հելել էիր կդրել էի ժողովրդի դեմը, ու ժողովուրդը քո անցած մարտական ուղին հաշվի առնելով քեզ բան չասեց։ Ժողովրդին հանգստացնում էիր, ասում էիր, Ժորժ ջան, հանգստացեք, ցվրվեք տներով, մենք գնում ենք պարլամենտ սկսելու իմպիչմենտի գործընթաց։ Սխալ եմ ասում, չէ։ Հիմա ով է Նիկոլ պահում։ Հարց, հասարակ տրամաբանական հարց։ Հարց եմ տալի, ով է Նիկոլ պահում։ Ես եմ պահում, թե դուք։ Ես եմ Նիկոլ պահում, թե դուք եք պահում։ Էլ եմ ասում, դուք ձեզնից շատերը փաստացի, հա։ Ներողություն, դա աշխուս քորը։ Մարդիկ կան, որ չեն էլ թաքցնեմ, չեն համակրում, չեն սիրում Սարգսյան Սերժին։ Ասում են Սերժ Սարգսյան, դու բդի իշխանությունը չտայր ես բոզի տղուն, չէ՞, ասում են։ Լավ եք անում, ձեր իրավունքն է։ Ասում եք լավ եք անում։ Դուք այդքանով հանդերձ չեք ընդունում Նիկոլ Սերժ Սարգսյանի առաջարկած տեխնացուին, Դավիթին, Մասիսի քաղաքապետ։ Հարց չկա, դա էլ է ձեր իրավունքը։ Դուք առաջարկեք տեխնացու, դուք առաջարկեք տեխնացու։ Իմպիչմենտի համար, ժամանակավոր վարչապետության համար։ Ու ես ուզում եմ տենամ, պատիվ ունեմ կմիանա ձեզ, թե չէ։ Կամ, եթե պատիվ ունեմ իրա 6-8 պատգամավորը, որպես տարբերակ, գնա մոտենա ԿՊ-ի պատգամավորին, ասի միացեք իմպիչմենտի գործընթացին։ Իմ հասարակ հարց, քաղաքացիական պայմանագիր կամ քանդել պետությանը, կուսակցության ԿՊ-ի պատգամավորները հարց են տալու, իսկ ովքեր են արդեն միացել, Հայաստան դաշինքը միացել, հա։ Պատիվ ունեմ է ինչ է պատասխանելու։ Չէ, բայց իրանք ստորագրությունները սեյֆում պահում են, ով հրապարակել է Սերյան Օհանյանը, հա, ով իր այժմ կիսվել է Իշխան Սաղաթելյանը։ Այդպես բանել նմա, չէ։ Խիչ եք անում։ Պլաններ կա։ Կարող է պլանների մեջ ասենք Ենով էր ասում, Եթովպիայում տանձ է ուտը մեր ազիս։ Մելավ անձնավորություն, գիտես, անուն չի դամ։ Մարեմ իր արևում։ Կարող է պատահաբար պլան կա, որ սենց թենես Նիկոլ նեթալու է։ Էտա մեծ ցարիկոմից էլ դաբրոն կա էլի։ Կանդիդատ առաջ կբրթեք։ Ում դեմ քաղաքականապես ոչինչ չունեմ ես, քաղաքականապես։ Անձնապես կարող է հարցեր ունեմ, բայց խոսք եմ տվել ոչ մի բան չխոսամ։ Ու ես իմ խոսքին միշտ էլ տեր եմ։ Եթե ասում եմ թեման փագ, ուրեմն թեման փագ է։ Ուզում եմ հարցնամ, Աստված չանի, եթե պատերազմը տեղափոխվեց Սյունիք, վերցեց ու Նիկոլի աղբերն հարձակվեց։ Ինչ է կատարվելու Հայաստանում, կասեք մի հատ։ Իշխան Սաղաթելյան, քո գործունեությունը ո՞րն անելու։ Ցույցեր հրավիրես, միտինգներ, պալատք եք խփեն Հանրապետության հրապարակում։ Հələ դուք մենակ մի հատ հարց էլի ձեզ։ Դուք չեք ուզում հասկանաք, որ պատերազմի դեպքում հայկական սահմանի մոտ կանգնած տղուն, կամավորին կամ սպեցնազի տղուն զենք ու զինամթերք մատակարարող է պետք։ Պատերազմի դեպքում, կռվի դեպքում Սյունիքի համար, դիվանագիտական դաշտում Հայաստանի սուվերենության համար խելացի թեզեր առաջ քաշողներ եւ Հայաստանի շահը պահպանողներ են պետք, այլ ոչ թե նարկոս թուրքի ագենտներ, որից մեկը Արաբատն է։ Դուք չեք հասկանում, որ աշխարհի հետ ոչ թե ֆուտբոլի գնդակի կարգավիճակով պետք է խոսվի, այլ որ դու խաղացող ես տարածաշրջանում, որ դա քո տարածքն է։ Դու պատրաստ ես որպես երկիր, որպես ազգ, ատամներով պահես քո տարածքը։ Այդքանը չեք ուզում հասկանալ։ Բայց այդ ընթացքում, երբ որ դուք փորձեք միտինգներ անեք, տասնյակներով տղեկ են զոհվելու։ Տասնյակներով։
ու դուք պորոտախոս պոռնիկների պես գալու եք կայնեք հրապարակներում ասեք մենք ձեզ բոցաշունչ ելույթ անպայման բոցաշունչ անենց որ բոց լինի ձեր ворից ու բեյնից մենք ձեզ ասում ենք Նիկոլը դա մահաբեր է արա հասկացել ենք այդքանը հելեք անվստահություն հայտնեք այս բոզի տղուն սիկտիր արեք դժվար է այդքանը հասկանալը չէ ախր մենք ազգովի ժողովրդով եկել եք գիտեք ինչ իրենք ասե մի հատ էլ նրբություն կա որ մենք չենք ուզում պրիզնատնանք դրա մեջ մենք ասելով ես էլ եմ մտնում դրա մեջ վաղը որ Աստված չանի Սյունիքը կտրեն Հայաստանից վերցնեն գիտեք ինչ ենք ասելու մեզ որից թողան խոսամ մենա միացավ գիտեք ինչ ենք ասելու մեզանից շատերն ինչ են ասելու Պարզ ասեմ շատերն են ասելու լավ է լավ ու չժխտեք այտենց ասողները լինելու են Սյունիքում Նիկոլ այսքան ձեներ հավաք է Սյունիքում գառ էին մորթեմ Նիկոլի ոտերի տակ ասողները լինելու են նույնը հետո լինելու է Վայոց ձորի մարզում Տաուշում եսին որ դերանք հետո մենք զարմանում ենք թե ասենք ոնց ենք էլի ծովից ծով Հայաստանից դառը կես բուռ էտա մեմ մարշրուտկա հայ մնաց է առանց գիտակցելու որ այդ Սյունիքը մեր երկրի ողնաշանն է դա ես չեմ ասել դա Գարեգին Նժդեհն է ասել որ այդ նույն Սյունեցին վաղը Արարատի կամ Արմավիրի մարզի վրա Թուրքիայի կողմից հարձակման դեպքում գալու է կայնի իմ կող ասի բրատ արի մեջ տանք կռվենք որտեվ ես այսօր իր հետ Սյունիքն եմ պահում որտեվ դա մեր բոլորի երկրի մի մասն է այդ մենտալիտետն է ստեղծվել երկրում լավ է Սյունեցի Նիկոլի ոտի տակ գառ էին մորթում առանց հասկանալու որ եթե Սյունիքը վերցեց թուրքը կամ ադրբեջանցին կամ նույն բանն են դրանք մի քայլ ավելի է մոտենում քո տանը այդքանը պետք է հասկանան նրանք ովքեր ասում են արցում էին Արցախը բեռա Արցախը տանք հանգիստ ապրենք Արցախը տվիք հանգիստ եք ապրում հա երբ ադրբեջանցին հեռու էր ձեր տներից 10 կիլոմետրերով Համի ձեր քթի տակա հանգիստ ապրում եք ձեր աղջիկ երեխուն թորանը հանգիստ ուղարկում եք դպրոց դաշտ չէ կամ տղա երեխուն որ հակառակ կողմը ինցեստի զոհերը չգողնան երեխուն չտանեն նախկիններ ամենամեծ նախկինը Նիկոլ Փաշինյանն է ամենահին նախկինը բացադրեմ հիմնավորեմ ու բացադրեմ Նիկոլ Փաշինյան զեռուն սողունը սկսել էր քաղաքական գործ կարիերան Լևոնի վախտով մնացել է Քոչարյանի վախտով աճե վերաճելա էլի մնացել է Սերժի վախտով եկե դարեր բան վարչապետ փոխվել են 3 նախագահներ Նիկոլը հələ կա ու դուք ասում եք նախկիններ Նիկոլից լավ նախկին գոյություն ունի հե 3-ի վախտով էլ եղել է Այդ ոնց է լավ Լևոնը նախկին է Նիկոլը նախկին չի Քոչարյանը նախկին է Նիկոլը նախկին չի Սերժը նախկին է Նիկոլը նախկին չի Ես չեմ հասկանում այն մարդկանց որ Սմա շատերը կան էլ են մեծ ղախպեկ կան չէ լավ առանց քֆուր Արցախցին թո մնար կռվեր Դու գիտեք որ տեսակն եք Այն որ ասում Վանում հայրին մորթազերծ էին անում Մուշում հարսանիք էին անում 15 թվին Այդ եք դուք Դուք են ցեղատեսակն եք որ ձեր տատերը Այն անգամ եմ ասել Թուրքից փախնելուց չեն ուզեցել վազեն Հետ են նայե Ասել են աղջի կարող է արագ են վազեմ Կարող է դա Իսկանդերն չհաս ինձ մի հատ բդի Այդ տեսակն եք դուք Այսինքն ձեր համար Ձեր նման ամորձապարկի ճիճու հանդիսացողների համար Ավել լավ էր 120,000 արցախցի Ընդ մորթվեր հա Քան դուրս կար Արցախից Որ չցեղասմանվեր Էտա ձեր տրամաբանությունը Հա Պետքանով հանդերձ դուք ոնց եք խոսում պետություն ունենալուց Ազգից, միասնականությունից
պետություն, միասնականություն եւ Նիկոլ Փաշինյան տերմինները անհամապատասխանելի են։ Որովհետեւ ցանկացած երկրի ղեկավար, երբ որ ստանձնում է պաշտոն, ինքը երթում է տալի, որ ինքը պարտավոր է պահել, պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ Ոչ մի երկրի ղեկավար այդ պաշտոնը ստանձնելուց առաջ երթում չի տալի, ասեմ, Սև լճի տարածքը մեզ պետք չի։ Ոչ մի երկրի ղեկավար պաշտոն ստանձնելուց չի ասում, հարգելի ժողովուրդ, իր լեզվով, իսպաներեն, հայերեն, իտալերեն, այս սարի գլխին ձունա, պատի տանք։ Ու մեր մոտ, մեր ազգի մեջ, մեր ժողովրդի մեջ կա կոմպլեքսավորում։ Մենք երբեք չենք սիրում պրիզնատ գանք, որ մենք մեզ խաբել են, դա դժվար է, դա հոգեպես շատ դժվար է, որ խաբված ես դու, ու մենք շարունակում ենք խաբվածի կարգավիճակով ապրել, թե տենց չի, տենց է։ Օրինակ ես վստահ եմ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ուզում ընդունեն, որ իրանց խաբել է Նիկոլը։ Բերեմ հասարակ օրինակ, 21 թվականի նախընտրականի ժամանակ, երբ որ գաղութի բոզ Նիկոլ Փաշինյանը, դա փաստի արձանագրում է, դա քֆուր չի, ասում էր, ով կանգնած Արցախի կողքին, թողա կանգնի մեր կողքին, ցիտում եմ դրան։ Մարդիկ հավատալով գնացին ձայն տվեցին, տարակվելով Ռոբերտ Քոչարյանից։ Թալանցի է, նախկինը թալանցի է, ինքն կոպիտ է, ինքն մեզի քրքրեր է, մեկը հարց չի տալի, Ռոբերտ Քոչարյանը, կոնկրետ ասենք վաղո, քեզ ինչ ոնց է թալանը։ Դու եսել է, քո պոստանը, քո կարտոշկեն, քո քյալամը, հա, քո գործը։ Քոչարյանն եկել է քո գոմից անասունին հանը տարել ասել ես ինձի, հա։ Թալան։ Այդքան ասելով ես չեմ էլ ժխտում, որ Հայաստանը ունեցել է բավականին ռեսուրսներ 4-5 անգամ ավել վերազինելու իր զինված ուժերը, բայց ռեսուրսներն ուղղել են ոչ այդքան նպատակային։ Հայաստանը ունեցել է լավ ընտիր ռեսուրսներ իր կարողությունների չափով համեմատականի մեջ, ապահովելու իր քաղաքացիների եւ գյուղացիների առօրյան կյանքը։ Չեմ ժխտում, որ կա այդ թալան չէ, բայց այդ ժողովրդի հանդեպ արհամարանքը եղել է։ Բոլորի վախտով։ Բայց երբ որ խոսում ենք խաբկանքից, մարդիկ շատերը չեն ուզում այսօր ընդունեն։ Պատկերացրեք մի պահ, որ 21 թվականի նախընտրականի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր տանում, Նիկոլ Փաշինյանը ռուպերով ասեր, ես եթե վերընտրվեմ, Արցախը ճանաչելու եմ Ադրբեջանի մաս։ Սկզբում Պրահայում բանավոր, հետո Գրանդայում գրավոր։ Ես եթե ընտրվեմ, ասելու եմ Սև լճի տարածքը մեզ պետք չի։ Ես եթե ընտրվեմ, մեր զոհված տղեկի զինծառայողների նկարները հրաման եմ տալու հանենք դպրոցներից։ Ես վստահ եմ այդ պարագայում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ատող հայերը, ատող հոգով Նիկոլին ձայն չէին տալու։ Նիկոլը չէր հասնելու ընտրության օրը, Նիկոլին ձևելու էին։ Կարու ձևի դասընթացներ, մգրատ, ասեղ, թել, կտոր, կարու ձև։ Բայց չէ, Նիկոլ Փաշինյանը ասեց մի բան, ընթացքում արեց ուրիշ բան։ Ու այսօր այդ կոնտեքստի մեջ մենք չենք ուզում ընդունենք, մենք բոլորս, որ շատերը խաբնվել են։ Մարդը հասկանում, ընդունում է, որ ինքը խաբնվել է, բայց չի ուզում բարձրաձայն ասի, որ ես խաբնվել եմ, դա համարում է ամոթ։ Այսինքն այսօր ինքը իր հայրենիքի շահը ցածր դասելով իր անձնական ամոթի զգացումից, որ ինքը խաբնվել է, ինքը էլ ավելի է խաբնվածի կարգավիճակում շարունակում ապրել։ Ու դա ուր է բերելու։ Ասում է այդ վերջն ինչ է։ Ասում է հենա, թունել է, լուսնել երևում է, խասել է, սի չի։ Այդ վերջինը հասնում։ Որ վաղը զարթնելու ենք, տենանք հրապարակում հետա չքել են, Ադրբեջանի տրոջնա ծածանվում, Թուրքիայի, մենք գործընկերներ ենք, ու Նիկոլի ոստիկանը քեզ ասելու է,
Հանգարց դրոշի կողով անցել ես թարսես նայե, 20 սուտկա կալանք, 5 տարի, 15 տարի ցմակ եթաս, դա մեր տաշնակիցն է, բա, մենք չենք ուզում պրիզնատ գանք, որը մենք խապնվել ենք, դժվար է մեր համար, ես չգիտեմ, բայց վերջի համար երևի մեր ժողովուրդը արժանի չի այս ամենին, որ դուք խաղում եք մեր ժողովրդի գլխին, բոլորդ իրար հետ, արժանի չեն մի առումով, որ 90-ականներ տեսած ժողովուրդը, հա, առանց լույս, առանց գազ, առանց եսի ինչ, սուտկվա մեջ մի ժամ լույս տեսած ժողովուրդը, Արցախում ցեղասպանության վտանգի տակ ապրող ժողովուրդը, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայությունը, Բաքվում, Սումգայիթում, եկավ մեր ժողովրդի մեր ազգի համար մի ժամանակաշրջան, որ մենք իրոք էլի համախմբվեցինք, փրկեցինք մեր ինքնությունը, բայց այդ հաղթանակը, որը մեր ազգի անհատների շնորհքը չի, մեր ազգի միասնականության արդյունքն էր, մենք շատ արագ սենց ռասխոտ տվին գնաց, ինչի, Արցախի առաջի պատերազմի ժամանակ զոհված տղեկի արունը կարմիր չէր, այդ տղեկը զոհվում էին անուն ոչնչի, հասարակ հարց, եռաբլուրում 2 անգամ ժողովրդի անեծքի քֆուրի տակ, ներկայիս վարչապետ կոչեցյալը, թուրքի եթիմը, եկավ գնաց ծաղիկ խոնարեց, մեն հենց հռոմի պապի գայդա մե արցունք սլիզինք ու պուստիլ, բլյադ, չեր ուզում էլի երևի կողից ճմկտմ էին, ասում էին լացի, այ մարդ չես կարամ լացի, թուրքը դե իրավունք չունի չոքի հայի գերեզմանի մոտ լացի, դա ամոթ հա, արցունք թափեց, չոքեց, ձեռը դրեց կրծքին բոզզիս տղեն, բայց նույն բոզզիս տղեն, բոզզի տղու հրամանով, ով ոնց կուզի թոնթունի, հիմար պատնամում ես դու, հայկական դպրոցներից սկսեցին պատերից հանել մեր զոհված երեխեքի նկարները, արա ամենամեծ աբսուրդը թե ժողովուրդ, չի կարա մարդ էթա չոքի հայ զոհված տղու գերեզմանի մոտ, հետո ներքին կարգով հրաման տա, ասի զոհված տղեքի նկարները հանեք, չի կարա տենց բան լինի, գոնե այդ լոգիկայի այդ տրամաբանության մեջ ձեն լավն ու վատը տարբերեք, հա, ես հիշում եմ, փոքր էի, առաջի Արցախյան պատերազմի ժամանակ, երբ որ մեր թաղից տանկից Սամոյին բերին, որ տանեն թաղեն, խփել էին, տանկի մեջ վառվել էր, մահացել էր, իշքան մարդկար մասնակցում էր ուղարկավորությունը ու բոլորը լաց էին ելնում, որ բարեկամ չէին Սամոյին, ու ես չեմ հասկանում էլի, ոնց կարա մեր ազգը սենց անտարբերությամբ նայի այդ ամեն ինչին, տասնյակներով Սամոներ, Արսեններ, Գագոներ, Գուրգեններ, Կարեններ, սենց հարյուրներով, հազարներով տանես ազգովի հանձնես հողին, հետո մի հատ պոռնիկի ծնունդ հլնի ասի լոչի, ուստե մեղավորը մենակ Նիկոլի Գովքն անողները չեն, մեղավորը ազգն ու ժողովուրդն է, որ համակերպվել այդ իրականության հետ, երկրորդ VPN-ը միացնեմ, ինչ անեմ,
Երջանկա հիշատակ Արմեն Գրիգորյանն ինչ էր ասում, կավենշիկ, սրան հանեք մարդ չմեռնի էլ, սրան հանեք հող չտանք էլ, էդի էդ մարդ տղու բարերն էր, ով մահացավ դատարանի դահլիճում, դա չեմ ուզում, ես չեմ ուզում, ամեն ձև անջտում են, ես չեմ ուզում, որ օտար ազգի մետ խոսալուց, կոնկրետ օրինակ, ռուս, ինձ ասի, а правда, что спикер парламента у вас на улице плюнул на лицо человека? Հասկանում եք ինչ եմ ասում, и он до сих пор у власти, ու ես չիմանամ ինչ պատասխանեմ, ես չեմ ուզում իմ երկրի ղեկավարը լինի մի հատ վախկոտ բոզի տղա, ով իր հետանցքի անվտանգությունը ապահովելու համար այնքան արագ քշի իր ավտոշարասյունը, որ հղի աղջկան գցի ավտոյի տակ ու նույնիսկ չկա